Ողջույն։ Ազատ։ 2025 Կարգազանց միջոցառումը սկսելու ենք ժամը 7:30 նշված երթուղիներով։ Ռազմական ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ գնդապետ Արթուր Մուրշատյանը վերջին հրահանգներն է տալիս պարետային ծառայության անձնակազմին, ևս մի քանի րոպե եւ մեկնարկելու է Կարգազանց 2025 միջոցառումը։ Ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում են լինելու ինչպես պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները, այնպես էլ Կարգազանց զինծառայողները։ Արտաքին տեսք, հագուկապ, համապատասխան փաստաթղթերի առկայություն, զինծառայողին վայել պահվածք, ահա այն ինչ ստուգելու են զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը։ Ռազմական ոստիկանությունը իր գործառույթները իրականացնելիս բացարձակ տարբերություն չի դնում իր առջև, թե տվյալ տրանսպորտային միջոցը բնավոր ծառայությանն է պատկանում կամ ինչ ծառայություն է իրականացնում։ Եթե տրանսպորտային միջոցը հաշվառված է պաշտպանության նախարարության հաշվեկշռում է գտնվում, նրա անվտանգ շահագործման ապահովման գործառույթը գտնվում է ռազմական ոստիկանության տիրույթում։ Ռազմական ոստիկանությունը Կարգազանց միջոցառման շրջանակում ուժեղացված ծառայություն է իրականացնում ինչպես զորամասերում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում։ Գնդապետ Արթուր Մուրշատյանը նկատում է, այս ստուգումներն ունեն նաև կանխարգելիչ բնույթ։ Դրա մասին է վկայում վերլուծության արդյունքները։ Ըստ այդմ հաշվետու ժամանակաշրջանում Կարգազանց զինծառայողների թիվը զգալի նվազել է։ Այս տրամաբանությամբ ռազմական ոստիկանությունը ավելի է խտացրել նման միջոցառումների հաճախակիությունը ոչ միայն Երևան քաղաքում, այլև կայազորների տարածքում։ Ծառայության կազմակերպման ընդհանուր տրամաբանությունն էլ ենք փոփոխության ենթարկում, հանկարծակիությունը ապահովելու հետ կապված, հարցը լուծելու, խնդիրը լուծելու հետ կապված։ Սահմանված երթուղով ծառայություն ենք իրականացնում, ոչ կազմի լույսի տակով չանցնեն, հոսգծի վրով չանցնեն, փաստաթղթերը նորմալ լինի։ Երևան քաղաքում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում զինվորական ավտոտեսչությունը հայտնաբերեց ՊՆ զինհամարանիշներով մեքենաներ, որոնց վարորդները խստագույնս չեն հետևել մեքենաների անվտանգ շահագործման կանոններին կամ կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Արձանագրվեցին նաև այնպիսի դեպքեր, երբ զինծառայողները չեն պահպանել համազգեստի կրման կանոնները։ Զատտեսու Ջենթասպաղ Ազարյան։ Այս դեպքով արձանագրեցինք համազգեստի կրման կանոնների խախտում, որ զինծառայողը պատշաճ հագնված չէր։ Ստուգման ժամանակ զինծառայողը դրսևորեց նաև բարեվարկության կանոնների խախտում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության ներքին ծառայության կանոնագրքով, որը նույնպես արձանագրվեց հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։ Քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք ունի համապատասխան հոդված, որտեղ զինծառայողները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության, այլ նրանց վրա տարածվում է կարգապահական պատասխանատվության դրույթները եւ հոդվածները, ուստի ուղարկում են ըստ վերադասության ծանուցումները վերադաս հրամանատարությանը։ Իրավախախտման վերաբերյալ բոլոր ծանուցումները ռազմական ոստիկանությունը ուղարկում է վերադաս հրամանատարությանը, իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում էլ Կարգազանց զինծառայողները կամ ՊՆ զինհամարանիշներով մեքենաների վարորդները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության։ Ռազմական ոստիկանությունը հորդորում է զգոն ու կարգապահ լինել, քանի որ նման միջոցառումները հանրապետության ամբողջ տարածքում կրելու են շարունակական բնույթ։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։